Ինչ է Orders.com։ Ամերիկայում մոտ 1 միլիոնատ ռեստորան կա։ Եթե այդքան լուծում տվողներ կան, նշանակում է մի հատ լավ լուծում չկա։ Ինչպես եք կարողանում իմաց տալ ձեր մասին, ոնց եք աշխատում ռեստորանների հետ։ Մենք ունենք մոտ 2000 հաճախորդ, Վաու, ամբողջը Ամերիկայում են։ Մեր product-ը հենց ի սկզբանե պատրաստվել է փոքր ու միջին բիզնեսների համար։ Ասեց, չեմ հասկանում ինչ եք ուզում անեք, էսա ռեստորանից ամեն ինչը վերցրեք ու վրան աշխատեք։ կապ չունենք հայկական մենյու AM-ի հետ։ Ռեստորանային բիզնեսում եկամուտը շատ փոքր է։ Եթե ռեստորանը չունի առաքիչներ, մենք տրամադրում ենք առաքիչներ։ Սենց արա էլի։ Okay, հա։ Մենք ուզում ենք իրական լուծում բերել, ոչ թե այնքան որ եկամուտ։ Մեզ հյուր լինելը բոլորովին անվճար է։ Կարծիքներ կար, որ չեք կարող անեք, ասում են սա չի կարող լինի տաղավար։ Ասենք 5 հոգի հիմա հերթում սպասում է, որպեսզի կարողանա հյուր գալ մեզ։ Aaron ունենք այստեղ, համերին Ես Ահարոն Ահարոն եմ ասում։ անունը։ Հիմա դուք լսեցիք մեր երկուսի տարբերակները, Արսեն ջան։ Իսկ հիմա ճիշտ Իսկ պատասխան։ հիմա ճիշտը։ Մենք մեծ թիմ ունենք Հայաստանում։ Մենյուի կարևոր կետերից մեկը էր, որ ոնց կարանք համայնքին ավելի իրար connected անենք։ Բարև ձեզ մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, անչափ սիրելի հետևորդներ, մենք կրկին գտնվում ենք Menu AM-ի տաղավարում, իսկ դա նշանակում է, որ այսօր հետաքրքիր զրույց է լինելու, բայց մի փոքր տարբեր։ Ձեզ ողջունեց Մերի Մակարյանը, Տիկնայք եւ պարոնայք։ Այդ մասին ասաց Արման Մարգարյանը։ Այո, ժպիտով եւ ուրախությամբ վերջապես մենք միասին ենք մի տաղավարում, սովորաբար առանձին ենք հյուրեր ընդունում։ Մեր հյուրը մի մարդ է, ով երկար տարիներ արդեն ապրում է այստեղ Միացյալ Նահանգներում, եկել է Հայաստանից, հիմա խոսենք նաև նրա անցած ուղու մասին։ Այստեղ ստեղծել է Orders.com եւ Orders.com-ի հիման վրա ստեղծվել է նաև menuam.com։ Կայքը ինչի հիման վրա ստեղծվել է մեր ոդքասթը։ Այո, ինչի հիման վրա էլ մենք այսօր այստեղ ենք եւ զրուցելու ենք Արսենի հետ։ Արսենը այս ամենի համահիմնադիրն է, իդեպ Արսեն Ստեփանյան։ Արսեն Ստեփանյան, բարև Արսեն ջան։ Բարև Բարև ձեզ։ ձեզ։ Շնորհակալություն, որ եկել ես մեր տաղավար, քո տաղավար, այսինքն կարելի է ավելի այդպես ասել։ Հիմա ավելի մանրամասն ամեն ինչը պետքա խնդրենք քեզ ներկայացնես, բայց արի միած սկսենք ամենասկզբից, ոնց որ մենք միշտ անում ենք բոլոր հյուրերի հետ։ Որտեղ ես ծնվել, մեծացել, սովորել, ինչ ես արել, երբ ես եկել Ամերիկա։ Ծնվել եմ Հայաստանում, Երևան քաղաքում, Ամերիկա եկել եմ 2002 թվականին, սովորել եմ 2 տարի Հայաստանի տնտեսագիտական ինստիտուտ, հա, Ժողը։ Համալսարան։ Ժողը մի խոսքով։ Սենց արա էլի։ Okay, հա։ Եկել եմ 2002 թվականին Ամերիկա։ Ինչու՞։ Ինչու՞, շատ լավ հարց բացահայտելու այն կողմը աշխարհի Հայաստանից դուրս։ Սկզբից գիտեմ, որ Լոսում չես ապրել, չէ՞։ Մոտ 6 տարի ապրել եմ East Coast, ավելի South Carolina, Myrtle Beach։ Այսինքն եկել ես ընդեղ մի անգամից։ Եկել եմ այնտեղ 6 տարի, ապրել եմ Ամերիկայում, կարելի է ասել։ Հա, բայց հետաքրքիր է, բոլոր հայերը գալիս են Լոս, Իրական Ամերիկայում իրական նկատի Ամերիկայում ես ապրել։ Այստեղ ամուսնացար։ Ստեղ եմ ամուսնացել, 3 հատ բալիկ ունեմ, սպասում ենք 4-ին։ Վաու, հերոս։ Արվան Շնորհակալություն, շնորհակալություն։ Հերոսի կոչում ունես Դեռ չէ, պաստորը, երբ որ 4-ին սպասեմ, այդ ժամանակ։ Չէ, ինձ համար եթե երեխա ես ունեմ, կապ չունի, մայր հայր, իրենք հերոս են։ Հա, Այնպես որ քեզ հերոսի պես լուրջ տեմպով նստեմ, չէ։ Շատ լավ։ 20 թվականից Orders.com հիմնեցինք ընկերներիս հետ, որտեղ տեսանք խնդիր ռեստորանների շուկայում, Արսեն, ինչ է Orders.com, խնդրում եմ շատ մանրամասն եւ հանգամանալից բացատրեք։ Okay, Orders.com պլատֆորմա, տեխնոլոգիական լուծում է ռեստորանների համար, որպեսզի կարողանան իրենց բիզնեսը ավելի հեշտ, մատչելի ու կարողանան աճացնեն, այսինքն իրանց process-ը աշխատանքը իրանց հաճախորդների հետ ավելի հեշտանա։ Միտքը որտեղից ծնվեց, Աշոտի հետ էլի համահիմնադիր ընկեր գնացինք ռեստորան, որպեսզի լանչի ժամանակ ուտելիք պատվիրենք, աշխատողը lunch time էր, busy ժամանակ էր, այսինքն կային տարբեր տաբլետներ, Uber-ի, DoorDash-ի, Grubhub-ի առաքման տաբլետները, եւ միևնույն ժամանակ ինքը փորձում էր մեզ օգնել ու կարողանար այդ տաբլետները, որ օրդերները գալիս են, տաբլետների վրա մենեջ անել։ 3 տարբեր
Սովորաբար ռեստորանները մանավանդ 20 թվականին ոնց որ ինքը ավելի հեշտացնում էր հաճախորդներին ուտելիքը պատվիրել ռեստորանից առաքման համար։ Դրա համար ոնց որ ռեստորաններն էլ օգտագործում են հնարավորին չափ տարբեր տեսակ պլատֆորմներ, որպեսզի կարողանան շատ օրդերներ ստանալ։ Ու այդ ժամանակ ոնց որ մի պարզ վիճակ էր, որ տեսնում ես մարդու անհանգստությունը, որ վազում է մի կողմից տաբլետների, կարողանա մենեջանի օրդերը ընդունի, մյուս կողմից հաճախորդներին սպասարկի։ Ու այդ ժամանակ տես միտք էր, որ լավ չկա մատ համակարգ, որ կարողանա այդ ամեն ինչը մի տեղում լինի, ավելի հեշտացված լինի ռեստորանտերի համար։ Տարբեր ռեստորանտերների մեր ընկերների հետ խոսացինք, հարցրեցինք իրանց ինչու չեք օգտագործում ավելի լավ ծրագիր, ասեցին չկա։ Մենք է նայեցինք, Google արեցինք, նայեցինք, որ 1-2 company կան, որ ինչ-որ լուծում են տալիս, բայց լուծումը ավելի հակառակ կողմից են տալիս։ Այսինքն բերում են բոլոր այդ պատվերները մի համակարգի մեջ, բայց եթե դու պայմանական ինչ-որ մի ապրանք վերջանում է քո մոտ, դու ուզում ես, որ բոլորը տարբեր պլատֆորմներին update անես, ասես չունեմ, ինքը երկկողմանի կապ չունի։ Ու մեր մոտ ահագին իհարկե մի քանի ամիս ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ նախ ռեստորանային շուկան բավականաչափ մեծ է, Ամերիկայում մոտ 1 միլիոն հատ ռեստորան կա, փոքրից մինչև McDonald's ամենամեծերը, բայց լուծում տվողներն շատ են, մոտ 4000 տարբեր կամփանիներ կան։ Սովորաբար դա վախեցնում է ստարտափներին կամ ձեռներեցներին, որ մտնել այդտեղ, որովհետև լիքը խաղացողներ կան, մենք խնդիրը ուրիշ ձև նայեցինք։ Եթե այդքան լուծում տվողներ կան, նշանակում է մի հատ լավ լուծում չկա, որտեղ եթե մի հատ լավ լուծում լիներ, բոլորը այդ լուծումը կօգտագործեին։ Որոշեցինք մենք այդ լուծումը մենք սարքենք, որ ռեստորանների համար կյանքը հեշտանա։ Այսինքն ամեն ռեստորանտեր մեր կարծիքով ինքը պետք է ավելի ֆոկուս լինի, իր ուշադրությունը լինի լավ ուտելիք պատրաստել եւ լավ customer service։ Իսկ երբ որ գալիս է տեխնոլոգիան ու մանավանդ էս վերջի 5 տարիների ընթացքում առանց տեխնոլոգիայի հնարավոր չի բիզնես կառավարել, դու պետք է ունենաս տեխնոլոգիական պարտներ։ Մենք մեզ համարում ենք տեխնոլոգիական պարտներ ամեն անհատական բիզնեսի ռեստորան։ Այսինքն ինչ լուծում եք տալիս։ Այդ DoorDash ու Uber եւ այլն որ ասացիք, դա մեկ տեղում ենք մի ծրագրի մեջ, մի թաբլետի մեջ, հա, որ մարդը չվազվզի այս կողմենքով ժամանակ չկորցնի դրա վրա։ Էլ ինչ կա։ Մենք խնդիրը sense ոնց որ գտանք, հա, identify արեցինք, որ առաջինը պետքա ռեստորանը, երբ որ սկսում է, պետքա սկսի իր մենյուից։ Ինչ մենյու է ինքը ուզում առաջարկել հաճախորդներին։ Այսինքն ձեր հաճախորդները, ռեստորանները կամ մարդիկ, ովքեր օգտվում են տվյալ ռեստորանից, մտնում են ձեր Ordersco-ի app-ը, հա, ոնց են անում։ Մի քիչ տարբեր է։ Մենք միտքը ոնց որ ասենց ենք խնդիրը լուծումը տվել, ռեստորանտը պետքա սկսի իր մենյուից։ Ինքը ինչ է ուզում պատրաստի առաջարկի իր հաճախորդներին։ Բայց այդ ինչ կապ ունի ձեր հետ։ Իր մենյուն ինչ կապ ունի ձեր հետ։ Հա, մենք վերցնում ենք այդ մենյուն, հետո ռեստորանին հարցնում ենք, արդյոք դու կարիք ունես նոր հաճախորդների, դրա համար ինչ պետք է անես, պետքա դիմես Uber, DoorDash, GrabHub, EasyCater catering-ների համար։ Հետո connect ենք անում իրանց։ Մի խոսքով սկսում ենք մենյուից, այսինքն ռեստորանից ուզում ենք այն մենյուն, որ ինքը գտնում է, որ պետքա առաջարկի իր հաճախորդներին, հետո այդ մենյուից մենք տարբեր հարթակների հետ Uber, DoorDash, GrabHub կամ EasyCater connect ենք անում, կպցնում ենք այնտեղ։ Բնականաբար այս հարթակները տոկոս են չարժանում ռեստորաններին, սկսում է 15%-ից մինչև 30%։ Ռեստորանային բիզնեսում եկամուտը շատ փոքր է, որովհետև աշխատանքը, աշխատուժը եւ ուտելիքը waste-ը շատ մեծ է։ Իրենք սովորաբար փոքր մարջինի վրա են աշխատում, եկամուտի մեջ են աշխատում։ Իսկ մի հատ էլ որ մեծ տոկոս տալիս են այս հարթակներին, բնականաբար իրենց profit-ը եկամուտը պակասում է։ Բայց այս հարթակներն քեզ հնարավորություն են տալիս, որպեսզի դու ի հայտ գաս այն մարդկանց մոտ, ովքեր որ քեզ չի ճանաչում։ Սա մեր գաղափարը որն է, օքեյ, անպայման դու պետք է ունենաս այս հարթակները, արի connect անենք, որ մարդիկ կարողանան առաքման թե կուս pick-up-ի համար քեզանից օգտվեն, բայց այն հաճախորդը, որ գալիս է քո մոտ ու քո ուտելիքը սիրում է, դու իրան առաջարկի քո կայքը, որ ինքը կարողանա order անի քո կայքից, եւ այդ ժամանակ դու commission չտաս, այսինքն տոկոս չտաս։ Սա ինչ ենք անում, մենք բացի հարթակները միացնում ենք, միևնույն ժամանակ տալիս ենք ռեստորանտին ordering կայք, website, որպեսզի
հաճախորդները, իրանց loyal հաճախորդները, ովքեր որ վստահում է ուզում առնի, կարողան իրանցից գնեն։ Բնականաբար այդ կայքը արդեն պետք է ունենա delivery համակարգ, այսինքն առաքման համակարգ։ Եթե ռեստորանը չունի առաքիչներ, մենք տրամադրում ենք առաքիչներ։ Հետո ռեստորանները իրանց շատ կարևոր է, որ ունենան կոմունիկացիայի միջոց, այսինքն հաճախորդին հարցնեն, ինչպես էր ուտելիքը, սիրեցիր, ուշացրեցինք, դա ոնց որ review management համակարգն է, որ էլի ներառում է այդ վեբսայթի մեջ։ Կա այնտեղ point system-ների, այսինքն որպեսզի դու նենց անես, որ հաճախորդը քո մոտ միշտ կա, դու իրան պետք է ինչ-որ առաջարկես point-եր, պայմանական ծախսի $10, կստանաս 10 point, հետո ամեն 100 point-ը կարաս բերես $1, մենք օգտվում ենք բոլորը Starbucks կամ ինչ-որ նմանատիպ տեղերից։ Այո, բոլորիս հաճելի է։ Ինչ-որ սուրճը մեկ մի հատ անվճար է ստացվում, So այդ համակարգը մենք պատրաստեցինք, բերեցինք կայքի մեջ, որպեսզի ռեստորանտը, այսինքն օգտագործի հարթակներին բերի հաճախորդներ, հետո տա այնպիսի կայք, որ այդ կայքը համարյա թե նույնն է ինչ որ Starbucks-ի կամ այդ հարթակների մոտ, որպեսզի մարդիկ կարողանան իրանցից օրդեր անեն։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ես կարծում եմ, որ շատ լավ գաղափար է, ուղղակի խնդիրը նա, որ ոչ բոլորը գիտեն սրա մասին, ինչպես եք կարողանում իմաց տալ ձեր մասին, ոնց եք աշխատում ռեստորանների հետ։ Շատ ճիշտ է, նամանավանդ որ մեր որոշումը եղել է, մենք օգնենք փոքր ու միջին ռեստորաններին, մեր product-ը հենց ի սկզբանե պատրաստվել է փոքր ու միջին բիզնեսների համար, ոչ թե մեծերի, ասենք օրինակ enterprise McDonald's, որովհետև սովորաբար այն կամպանիաները, որոնք պատրաստում են product, իրանց հեշտ է, որպեսզի կարողանան գնան մեծ կամպանիներին առաջարկեն, թեկուզ երկար ժամանակատևում, եւ այդ մեծ կամպանիները երբ որ ուզենան, իրանք ունեն 100 կամ 1000 location, միանգամից ունես մեծ եկամուտ։ Ու շատ դժվար է, որ դու գնաս անհատական փոքրին բացատրես, փոքրը վերցնի, փոքրը հետո ավելի շուտ են փակվում կամ լավ չեն կարող աշխատեն, բայց այդ փոքրը շատ լավ հասկանում է իրանց խնդիրները ու ինքը քեզի բացատրում է, որովհետեւ ինքը կարիք ունի այդ օգնության։ So մենք որոշեցինք, եթե ուզում ենք սարքենք ճիշտ product, սարքել այնպիսի product, որ իրականում ինքը օգնելու է ռեստորանտերներին, մենք գնացինք փոքր ու միջին բիզնեսների մոտ։ Գնացինք, ասացինք, օքեյ, մենք պատրաստ ենք լսել քեզ, պատրաստ ենք սարքել մի բան, որ քո կյանքը կհեշտացնի, դու կօգտագործես, դու կաճես ու հույսով մի օր կարաս դառնաս 100 location, բայց դու կաշխատես մեր հետ։ Դրա համար լիքը ուրիշ ստարտափներ, կամպանիներ չեն գնում փոքր ու միջինի հետևից, որտեղ դժվար ճանապարհ է, քարքարոտ ճանապարհ է, երկար ճանապարհ, ու ռիսկային շատ։ Այո, կարող չդիմանաս։ Մենք գնացել ենք այդ կողմից, որովհետև մենք ուզում ենք իրական լուծում բերել, ոչ թե պրոստը այնքան որ եկամուտ ու պրոստը աճապահովել։ Քանի տարի է կա Ordersco-ն ու քանի տարի արդեն առաջարկում եք այս լուծումները։ Մենք 20 թվականից ենք սկսել, արդեն 5 տարի է, առաջի 20 թվականը ավելի շատ research մոդեր, պատրաստեցինք prototype, ունեցանք 10-15 մոտ ռեստորան, հասկացանք, որ այդ լուծումը լավն է, մոտեցումը լավն է ու հասկացանք փոքր բիզնեսներից դեռ լիքը սովորելու բան կա։ Իսկ այն առաջին տեղը, որտեղ որ լանչ էի կարել ընկերոջ հետ, իրանց առաջարկեցիք, որ սենց լուծում կա, մենք ձեզ մոտ լանչ ենք կարել։ Կամ առաջինը իրանց առաջարկեցիք։ Չէ, ինքը մեքսիկական ռեստորան էր, բնականաբար ինքը մեքսիկական ռեստորան էր, փորձեցինք, իրանց ասեցինք, դա տենց կապ չկար։ Իսկ միայն հայերի հետ եք աշխատում, թե կարող եք ընդլայնվել աշխատել ուրիշ ազգերի։ Մեր հաճախորդների 99%-ը ներկայությամբ հայեր չեն, որ մեր առաջի հաճախորդը, առաջի account-ի հետ, որը սկսել ենք աշխատել հայ է, մեր սիրված երկար տարիների Նայրի ռեստորանը Հոլիվուդում, եթե գիտեք, եթե չեմ սխալվում 90-ական թվականներից կա։ Բա ինչի մեզ հյուր չի եղել։
որովհետև ինքը վաճառել է, չկա այդ ռեստորանը, Սարգիսը անունը, իմ ընկերոջ Աշոտի ընկերն է, ու ինքը միակ մարդկանցից էր, որ ասեց, չեմ հասկանում ինչ եք ուզում անեք, էսա ռեստորանից ամեն ինչը վերցրեք ու վրան աշխատեք, ու առանց իր ոնց որ այդ օգնությամբ, այդ փորձարկումները անելու իր DoorDash-ի account-ի բանի, մենք հնարավոր չէր հասնել։ Փորձադաշտ տրամադրեց։ Հա, ու շատ մեծ, որովհետև այդ ժամանակ դաժե անգամ ծանոթներիդ որ ասում էր, թեկուզ բերենք, թեստ անենք, փորձենք, մեզի գումար պետք չի, դե նորմալ է, բոլորը վախենում են, չէ։ Երևանում թիմ ունեք, այսինքն Երևանում եք ներդնում Ordersco-ն։ Թիմը մենք 21 թվականից ենք Երևանում բացել, առաջի օֆիսը, սկզբից ծրագրավորողների թիմ, հետո փորձեցինք support, customer service, հիմա Երևան թիմը մոտ 50 ավել աշխատողներ են, 21 թվականից ունենք։ Հետ գանք էլի ստեղծման այդ առաջին ընթացքին Նայրի ռեստորանը հասկացանք, ձեզ տվեց տարածք փորձի համար, պետք է այդ ամեն ինչը ծրագրավորվեր առաջնահերթ երևի թե։ Այդտեղ երևի հայտնվեց Երևանի թիմը, թե ինքներդ եք արել, ով զբաղվել այդ տեխնիկական ծրագրավորման մասով։ Սկզբանե փոքր թիմ էր, Աշոտներ, մեր CTO-ն, company-ը ինքն էր աշխատում, Երևանում աշխատեցինք փոքր թիմի հետ, 2 հոգանոց թիմ էր, 3 հոգանոց, outsource էին ավելի շատ իրանք, մեր թիմը չէին։ Առաջի պրոտոտայփը այտենց ենք պատրաստել, հետո 21 թվականին արդեն որ հասկացանք, չէ որ այդտեղ լուրջ լուծում կարանք տանք, կարա կամպանիան լավ մեծանա, այնտեղ սկսեցինք մոտ հենց ի սկզբանե 15 հոգուց թիմը սկսեց, ու այտենց կամած ըստ տարիների թիմը աճեց, մոտ հիմա 50։ Փոքր տեխնիկական կներես, մերի փոքր տեխնիկական բանի մեջ եմ ուզում խորանամ, էլի, այսինքն Կարողա դու ես ուզում ռեստորան բացել։ Գիտեմ որ Հայաստանում ունեն։ Դեռ ոչ, Հայաստանում բար ունի, հա, կարճ ժամանակ, բայց լավն էր։ Տեխնիկական հարց, այսինքն դուք պատրաստել եք կայքի շատ կոպիտ եմ ասում, հա, կայքի շաբլոն, այո, որը հետո փաստորեն ձևափոխում եք յուրաքանչյուր հաճախորդի կարիքների համար, որին արդեն միացված են բոլոր ծառայությունները, որոնք պետք են DoorDash-երը եւ այլն եւ այլն։ Այո։ Ճիշտ եմ հասկանում։ Այո։ Դա մենք տվել ենք մինչև 23-24 թվականը, դրանից հետո մենք մատ ուրիշ խնդիրի առաջ եկանք, որ հաճախորդները մեր ռեստորանտերները սիրում են ինչ որ իրանց լսելով պատրաստում ենք, բայց իրանք մի հատ ռեստորանում օգտագործում են POS տերմինալը, POS-ը։ Ու մենք ինչ ենք անում, մեր սերվիսը connect ենք անում, կպցնում ենք իրանց POS տերմինալին, բայց քանի որ POS տերմինալը ինտեգրացիայի միջոցով անգամ որ կպնում է data տալիս կամ վերցնում է, ինքը ունի պատեր, որ շատ չի թողում access անես, շատ չի թողում որ քեզի ինֆորմացիա գա։ Մենք ինչքան էլ հաճախորդներին լսում ենք ու լավացնում ենք, սարքում ենք, հետո հերթը գալիս է, որ արդեն պետքա այդ POS-ը վերցնի ընկալի կամ տա, չի տալիս։ Ու մեր հաճախորդների կողմից սկսվեց ավելի շատ ինչու ձերը չեք անում, ինչու ձեր POS տերմինալը չեք անում, որտեղ դուք մեզի լսում եք, պատրաստում եք, արեք անեք ամբողջությամբ ձերը եւ միանգամից օգտվենք ձեր բոլոր մի վայրում բոլոր սերվիսները։ Ու 25 թվականին ոնց որ հիմա գնացել ենք մենք ռեստորանների համար իրանց ներքին operation-ի հետ կապված ոնց որ այից միջև հա վերջի կետը մենք կարող ենք փակենք։ Ոսկե որ որոշեմ ռեստորան բացեմ, արդեն գիտեմ։ Կդիմես։ Դիմում եմ Arsenal-ին, Ordersco-ին ու բոլոր այդ տեխնիկական հարցերը, որոնք շատ ռեստորատորներ կարող են չհասկանալ, դա նորմալ է։ Կարող են չիմանալ, կարող են չհասկանալ։ Ու կարող են ժամանակ չուզենան տրամադրեն, խորանան դրա մեջ ուսումնասիրեն, կարող են դիմել ձեր ընկերությանը ու մի զանգով կոպիտ ասած այդ հարցերը փակվում են։ Ordersco-ն հիմա քանի հաճախորդ ունի, որ երկրներում, եթե այս հարցը ակտուալ է, եւ ոնց եք տեսնում զարգացումը։ Մենք ունենք մոտ 2000 հաճախորդ։ Վաու։ Ամբողջը Ամերիկայում են, Ամերիկայից դուրս մենք չենք տալիս մեր սերվիսները։ Ինչպես հասկացաք, հայերը շատ քիչ են այդ 2000-ին։ Շատ քիչ են, բայց նոր ենք սկսել, այսինքն հենց մենյուի շրջանակներում եւ այն հայերն են մեր մոտ եկել դարձել, ովքեր փնտրել են լուծում Google-ում, մեր կայքը տեսել են առանց իմանալու որ մենք հայկական ենք, եկել են ոնց որ ծանոթացել են product-ին, հենց sign up են եղել, իմացել են որ հայ customer service-ում աշխատողներ ունենք, հայերեն կարանք օգնենք, ուրախացել են ու տենց ավելի մնացել են։ Իսկ ասես տեսել են մեր app-ը, ոնց կարող են տեսնել այդ app-ը
Orders Go-ի կայքը, այսինքն մենք երկու ձև մարքեթինգային process-ներով ենք հաճախորդ բերում, մեկը Facebook եւ Instagram-ում, խնդրի մասին ենք խոսում կամ խնդիրը advertise ենք անում, մարդիկ տեսնում են, իրանք կապնվում են, լրացնում են, որ demo, product-ը, որպեսզի կարողանանք իրանց ցույց տանք։ Մյուսը, որ եթե Google-ում խնդիր են ման գալի, ինչպես կարամ սա անել, ինչպես կարամ նա անել, մեր կայքը որ գալիս է առաջ, գալիս են կայք, կարդում են, հետաքրքիր է, ուզում են հանդիպել մեր հետ remote վիճակում, այսինքն on-line վիճակում, հանդիպում են, երբ որ դառնում են հաճախորդ, հետո հայտնաբերում են, որ հայր կան աշխատող կամ մենք որպես հայկական company ենք, ուրախանում են։ Բայց հակառակն էլ ենք խնդիրը ունեցել մի քանի տարի առաջ, որ նոր ենք սկիզբն ենք, որ գնում էր Ինչեւ անգամ ես վերջերս գնում ես հայկական ռեստորաններին, ասում ես մենք նմանատիպ լուծում ենք տալիս, վստահությունը փոքր է։ Օ, դուք փոքր եք, հայկական եք, կարող է լավ չլինի, չեմ կարող վստահել։ Այդ խնդիրը տեսնում եմ, հենց հայը հային չի վստահում էլի, այդ շատ վատ է, էլի։ Դե մենյուի հենց երևի այդ մյուս կարևոր կետերից մեկը էր, որ ոնց կարանք համայնքին ավելի իրար connected անենք, այսինքն կա հայկական ռեստորան, կա ոչ հայերի կողմից ստեղծված ոչ հայկական ռեստորան, ինչու չճանաչես ու իրան support չանես, օրինակ եթե ուզում ես դից օգտվել կամ այդ տեսակ ուտելիքից գնաս օգտվես այդտեղից։ Այսինքն համայնքը ինչքան մենք ոնց որ ազգովի մի բռունցք ենք իրար հետ ենք, դրա հետ մեկտեղ ինձ թվում է հələ տեղ ունենք աշխատենք ավելի։ Պետք է երևի ճիշտ ես ասում, պետք է երևի մտածենք, էլի, չգիտեմ, եթե ուզում ես պոկե ուտես, ասենք, արդեն ես գիտեմ, որ պետք է գնամ պոկե տոմիկ, որովհետև մեր հյուրն է եղել, գիտեմ, որ հայ տղա է հիմնադիրը այդ ամեն ինչի։ Եվ այլն, օրինակ ես ջիմ եմ գնում մեր մոտ Թահանգայում, վերջերս եկավ SFC ջիմի հիմնադիրը, Jump Club-ի, արդեն տեսնում եմ ամեն անգամ ասնելուց, որ ես SFC ջիմ երևի պետքա տեղափոխվեմ զուտ նրա համար, որ հայ է, այսինքն օգուտ տանք մերոնց։ Բայց ցավոք սրտի, տես ասում են հայեք չեն վստահում։ Դե այդ հատուկենտ կարծում եմ հիմնական մասը աշխատում են իրար հետ, ինչպես ասացիր, support են անում, ու այս մեր ձեր ավելի ճիշտ գաղափարը, որ մենք ենք իրականացնում միասին, շատ կարևոր է, որպեսզի կարողանան համայնքում ճանաչել իրանք իրար, ռեստորանները, ձեզ առաջին հերթին։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Արսեն ջան, Orders.com ներկայացրեցինք որքանով որ կարողացանք, ինձ թվում է բարձա մաքսիմալ արի menuem.com-ը ներկայացնենք մի քիչ ավելի մանրամասն։ Հասկացանք, որ դա կայք է, որտեղ զտեղված են հայ բիզնեսները, հայկական բիզնեսները ու շատանում են երևի թե, որովհետև բնականաբար բոլորը հնարավոր չի զտեղված լինեն։ Հնարավոր է մի օր menuem.com-ը դառնա միանա Orders.co-ի բոլոր հնարավորությունների հետ ու դառնա հենց առաքման եւ պատվերի կայք։ Այո, մենք սպասում ենք ճիշտ ժամանակ, այսինքն եթե համայնքը դա ցանկանա ու իրան դուր է գալի, ներկայդրությամբ կարան մտնեն ռեստորանի բոլոր մենյուները տեսնել, արժեքը, գինը ինչ է գալիս, այնտեղ մենք ունենք button, որ կարան գնան հենց այդ edge-ից ռեստորանի edge-ից կարան գնան DoorDash կամ այն կայքը, որը որ ռեստորանը ունի, պատվիրեն այնտեղից։ Բնականաբար այդ process-ը ինքը այդքան սահուն չի, մարդիկ ուզում են հենց order անեն հենց այդ կայքի մեջից, միանգամից պատվերն էլ կա, պատասխանատուն լինի այդ կայքը։ Ինչի չենք անում, երբ թե սպասում ենք տեսնենք արձագանքը ոնց է հենց համայնքից։ Արդյոք իրանք դա սիրում են, գնահատում են։ Արդյոք ռեստորաններն էլ իրանց կողմից ուզում են ունենալ հայկականը, support անեն հայկականին, ոնց որ հայ համայնքի հետ ավելի կապված լինեն։ Երբ թե սպասելու ենք ճիշտ ժամանակը որ գա, երբ որ տեսնենք, որտեվ ինքը մեր ուղղվածությունից տարբեր է, մենք ուրիշ ոնց որ post terminalներ, վճարումներ այդտեղ ենք մենք շատ ֆոկուս եղած ու ուժեղ, սա ոնց որ ինքը առանցին
այն product-ներից է, որ մենք տալիս ենք ուրիշներին, բայց հենց անգամ անձամբ մենք չենք դա ոնց որ Բայց դրա տեխնիկական հնարավորությունը կա, ամբողջությամբ կա։ Մենք ունենք հաճախորդներ, որ վերցնում են այդ տեխնիկական հնարավորությունը, օգտագործում են։ Չենք մտածում, բայց ինձ թվում է հնարավոր է ու ինքը կարա որպես հայկական DoorDash կամ Uber-ից կայք շատ լավ աշխատի, երևի թե կսպասենք համայնքի արձագանքին, ռեստորանների արձագանքին։ Ասեմ մենյու AM-ը ոնց միտքը եկավ։ Հա ոնց ծնվեց առհասարակ։ Մենք ունենք հաճախորդ թիմ, որ Արիզոնայում ուզում էին local market-ի փոքր community-ի համար պատրաստեն մի հատ կայք, որտեղ կարա ներառել մոտ 50 հատ ռեստորան եւ community-ին ասել արեք ձեր local ռեստորաններին support արեք, այդտեղից գնեք։ Պայմանական մի գնացեք McDonald's, մի գնացեք ստեղ, ու Ամերիկայում դա օրինակ շատ գովելի է, որ այդ community support-ը ինքը շատ մեծ է։ Մարդիկ էլ սիրում են, անգամ դաժե եթե թանկել է, ոչինչ support են անում, որ իրանց community բիզնեսը չփակվի, որ ինքը մնա։ Ու իրանց համար որ պատրաստեցինք տեխնոլոգիական լուծում որ տվեցինք, թեկուզ իրանք ինչ որ ուրիշ ձևով էին տեսնում այդ ամեն ինչը անել, հաշվարկները կամ ֆոնդը փոքր էր, բայց success ունեցան, այսինքն community-ին support արեց, community-ին ավելի սկսեց հենց այդտեղից order անել, ոչ թե order անել հարթակներից Uber-ից, DoorDash-ից ավելի փոքր հավելավեճ այդ commission տվեցին, շատ լավ աշխատեց։ Ու այդ ժամանակ միտք կար, որ լավ, մենք օգնում ենք ինչ որ ուրիշ community-ի իրանք ինչ որ մի տարածքում էդի անեն ու successful է տեխնոլոգիայի առումով, բայց ինչու մեր հայկական համայնքում, community-ում դա չկա։ Ինչու մենք մեկս միսին ավելի շատ support չենք անում, ավելի շատ բիզնես չենք տալիս։ Երկրորդը, որ մանավանդ 20 թվականից հետո բավականաչափ հայր տեղափոխվեցին Լոս Անջելես, Ամերիկա, ու շատ մարդկանց հետ որ խոսում ենք, որտեղից էս օգտվում, ասում են դժվար են գտնում հայկական ռեստորաններ։ Պետք է մտնեմ DoorDash, Uber-ից, այնտեղ չկա հայկական կետ, որը տեղ խմբին խփես, գնաս գտնես, տենց ոնց որ 1, 2, 3-ը գիտեմ, այդտեղից եմ օգտվում կամ ընկերներից եմ հարցնում։ Անունի վրա էլ դիք աշխատեցինք, ինչ անուն կարելի ասել, մենյու AM որպես Armenia, Հայաստանում կա menu.am կայքը, այդտեղ ոնց որ կար խնդիր, որ կարող է խնդիր ունենար, օրինական legally մասով նայեցինք խնդիր չկա, իրանք չունեն trademark Ամերիկայում, մենք դիմեցինք ու տեսանք, որ menu.am-ը ամենակարճ ձևով կարա համայնքին բացատրի ինչա նշանակում menu.am, այսինքն այդ հարցը առաջանում է, հա, հայկական menu.am-ի հետ ինչ կապ ունի։ Չէ, մենք ոչ մի կապ չունենք Հայաստանում menu.am-ի հետ, նամանավանդ այս տարի Yandex-ը առավ menu.am, այսինքն menu.am-ը դարձել է ռուսական, մենք ոչ մի կապ մոռացանք ուրեմն ռուսականա դարձել, գործ չունենք։ Այդ հարցը մի տվեք, կապ չունենք հայկական menu.am-ի հետ։ Okay, սարքեցիք menu.am կայքը, որտեղ ոնց հասկանում եմ հիմնական նպատակներ մեկտեղել բոլոր հայկական բիզնեսները, որպեսզի այդ խնդիրը, որը մասին որ պատմեցիր, որ DoorDash-ում կամ այլ app-երում չկա այդ ֆիլտրը, որ դնես ուզում եմ հայկական ռեստորան, որպեսզի մարդիկ ցանկության դեպքում մտնեն menu.am.com եւ ծանոթանան հայկական բոլոր ռեստորաններին։ Այո։ Այնտեղ պարտադիր պայմանը նա է, որ եթե անգամ ռեստորանի ուղղվածությունը կարա ոչ հայկական ուտելիք լինի, բայց տերը կամ բաժնետերը պետքա լինի հայ։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Վերջապես ես սկսում եմ հասկանալ, սա ինչի մասին է։ Մեդիայի հետ կապ ունեցող ընկերություն է կարծես թե, հա, նկատի ունեմ ոդքասթային, հեռուստատեսային եւ այլն, ոնց եկավ միտքը այս ոդքասթը ստեղծելու։ Շատ հետաքրքիր ձևով եղավ, մի քանի անգամ podcast-ների եմ հրավիրված եղել, ու ամերիկյան podcast-ների, բնականաբար այդ որ ձենդ կտրվում է շունչդ առաջի անգամ չգիտես ոնց,
որ ամբողջ կյանքում դու չես եղել ինչ որ հյուր, թեկուզ անգամ տենց վեբ, հա, podcast-ի եմ եղել, այդ անհանգստությունը կար ու ուզում ես հասկանաս ինչի։ Դե բնականաբար փորձն է մեկը, մյուսը որ կարնաս այդ environment-ը ստանաս, հմեկում եմ հրավիրված եղա առավոտ լսո, շատ հետաքրքիր էր, բայց ես էի հաղորդավար այդ չէ, այդ անգամ դու չես Դու նաև 6-րդ զգայարանում չէ եղար հյուր։ Չեմ ասել, ժամանակստել էի։ Առաջի բանը այդ էր, որ կարելի է անել ու մենք միջև մենյուի եմ սկսելը անգլերենով արեցինք The Sass Cafe, որ հրավիրում էինք ռեստորանտերներին, օտար եւ հայ, ավելի ինքը podcast վիճակով, ավելի ազատ, մոտ 2 ժամից ավել զրույց, ինչպես են սկսել, ոնց են խորհուրդներ, ու զգացինք ինքը հետաքրքրություն կա, մարդիկ սիրում են ու կարելի է իրան որպես դաժե անգամ խորհուրդ կարծիք տալ այն մարդկանց, ովքեր որ ուզում են ռեստորան բացել կամ ռեստորան են այսօր աշխատացնում, բայց խորհուրդների կարիք ունեն։ Առաջի ոնց որ փորձը այդ էր, որ արեցինք ու մի 4-5 էպիզոդ էինք նկարել ու զգացինք, չէ, ինքը իրականում հնարավոր է անել, թեկուզ անգամ մեր հենց օֆիսի տարածքում սարքեցինք, պետք չեն տենց ինչ որ ծանր տեխնոլոգիաներ, կամերաների առումով կամ լուսային, այսինքն ինչքան ազատ ու հանգիստ, այնքան ավելի լավ բնական խոսակցություն ու բոլոր հյուրերն էլ առաջի անգամ էին անում, որ զգացինք այդտեղ, որ չէ, պարտադիր չի մարդը ունենա մեծ փորձ կամ տարբեր անգամ ինտերվյուների լինի, եթե դու կարող ես այդ vibe-ը լավ սարքես, այսինքն այդ ազատ հանգիստ խոսակցությունը։ Հա, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս փոքր ծախսով, համեմատաբար փոքր ծախսով, առանց մեծ կամերաների, ինչպես ասում ես, անել մեր այն հարցը։ Չէ, բայց մեծ կամերաները դա շատ լավ բան է։ Չնայած փոքրներն էլ կարող են լինել, բայց որ պայմանավորվել ենք, դու մեկն ես տալու, ես մյուսը։ Այն ամենակարևոր հարցը։ Ես տամ։ Ինչպես որոշեցիք որպես հաղորդավար ընտրել Արման Մարգարյանին։ Ինքն էլ նոր էր եկել Հայաստանից, գործ չուներ, չէ՞։ Դե գործ ունեի, բայց ոդքասթային գործ չունեի, հա։ Սրանից հետո գործերդ բացվեցին։ Լավ, արի այդպես ասենք։ Լավ։ Ուրեմն ես նոր եմ եկել, հա, մշտական, այսինքն ոդքասթային եւ այլն գործ չունեի, դեռ մտածում էի ինչա կարելի անել եւ այլն, ու ես գալուց առաջ ուզում արդյոք օգտվում նաեւ շնորհակալություն հայտնեմ, էլի մի քանի հոգու, քանի կա այս հնարավորությունը, գալուց առաջ մեր գործընկերներից մի քանիսին ասել էի, որ որոշել եմ տեղափոխվեմ մի քիչ ապրեմ Ամերիկայում, լինելու եմ այդտեղ, եթե աշխատանքային ինչ որ բաներ լինեն, իմացեք, որ ես մաքուր հայերենով ասած available եմ, ստեղ եմ, որոնցից մեկն էր Արտոն Ամիրյան, Յուրան Իգիթխանյան, Դավիթ Սեղբեյան եւ Վագ Գրիգորյան 32-ի ատամի։ Մի օր Վագը ինձ զանգարում է, ասում է, ինձ զանգարել են, առաջարկել են սենց բան անել, մոտավորապես բացատրում է, բայց ես հիմա շատ զբաղված եմ, ժամանակ չունեմ, քո համարն եմ տվել, հիմա քեզ կզանգենք, խոսենք։ Արսենը զանգեց, մենք շփվեցինք, ծանոթացանք, հանդիպեցինք, պայմանավորվեցինք, Վագ ջան, մերսի։ Դե եթե այդպես, իսկ մերին ինչպես ընտրեցիք Արսեն ջան։ Բայց հետաքրքիր էր, մենք կարանք լսենք դու որ այս միշտ կողմից դու ոնց ես տեսել։ Ոնց է ստացվել։ Ոնց եմ եկել։ Ոնց որ Արմանը բացատրեց մի հատ։ Ես արդեն այստեղ էի ապրում, available էի երկար տարիներ, չէ, ավելի ճիշտ արդեն երեխաներս որ գնացին դպրոց մանկապարտեզ, սկսեցի ազատ գրաֆիկ ունենալ ու պատրաստ էի աշխատելու։ Այդ ժամանակ ինձ զանգեց Սարգիսը Գրիգորյան, մեր շատ սիրելի դերասան եւ հաղորդավար, ասաց որ Մերի ջան, ինձ չեն առաջարկել, բայց Ես քեզ եմ առաջարկում, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով չէ, դե հաշվի առնելով որ տարբեր սերերի ենք, հավատացի ու ասաց որ սենց մի հատ տարբերակ կա, խնդրում եմ զանգահարիր եւ խոսիր։ Ես զանգեցի Արսենին, հանդիպեցինք ու միանգամից ասացին դու ես։ Հիմա դուք լսեցիք մեր երկուսի տարբերակները, Արսեն ջան, իսկ հիմա ճիշտ պատասխան։ Իսկ հիմա ճիշտը։ Հենց այդպես էլ եղել է։ Ահա, շատ լավ։ Խոսացել ենք տարբեր մարդկանց հետ, սկզբից հենց Սարգիսի հետ, այո, եթե առաջի անգամ Վահագի հետ էլ հետո խոսացինք, սկզբից ես որպես միտք կարանք մենք տենց բան անենք, կամ sense միտք ունենք։ Շատ կարծիքներ կար, որ չեք կարող անեք, չի ստացվի, մարդիկ կար գանին անում էին, ասում են սա չի կարող լինի տաղավար։ Մարդիկ այն ասում են դժվար կլինի այն ռեստորանտերի հետ խոսալ,
կամ խոսացնել, նյութ անել, որը որ առաջի անգամ է գալիս, որովհետև այդ անհանգստությունը, ձենի թրթռալը ու մյուսը խանգարելու է, բայց մենք որոշեցինք, որ չէ, փորձելու ենք մերի հետ խոսալուց ինչն էր հետաքրքիրը, Արման, քո հարցին պատասխանեմ, որ մերին ընդհանուր բացատրում ենք, որ process-ը փոքր բիզնեսի իր մոտ հենց մի անգամ պատասխանը եղավ, ես տենց մտածում էի միշտ որ մի հատ կարելի է հաղորդում լինել փոքր հայ բիզնեսներին ներկայացնել համայնքին, այստեղ կոնկրետ ռեստորանը ավելի հետաքրքիր ուտելիք, այո, դա շատ հետաքրքիր կլինի, հավատում եմ, համաձայն եմ, արի սկսենք։ Ու ասեմ մերի պատասխանը ոնց որ ինքը ավելի օգնեց ու ոգևորեց, որ հա, այսինքն այդ պրոյեկտը հնարավոր է, որ ինքը շատ լավ լինի։ Ես վստահ եմ ու շատ անգամ եմ լսում հիմա արձագանքներից, որ շատ են մոտենում, շատ են գրում, թե ինձ, թե մեր հյուրերին, վստահ եմ նաև քեզ, որ շատ լավ նախագիծ եք սկսել, շատ լավ բան եմ ենք վեր, չգիտենք, որ այս մեկը այս ռեստորանի տերն է կամ չգիտեմ, վերջերս Հասմիկը Կարոյի մայրը մեզ հյուրընկալեց, երիտասարդ երգիչ է։ Մի խոսքով, sense ինչ որ ակտիվություն է սկսվել մեր շուրջ, որը նաև տանում է դեպի Ordersco, այնպես որ եթե ռեստորաններ ջան ուզում եք աշխատել մեզ հետ, Ordersco-ի հետ, ապա սա շատ լավ միջոց է, ասեմ, որ մեզ հյուր լինելը բոլորովին անվճար է։ Սկսենք այդտեղից, զարմանում եք իհարկե, բայց մեր Արսենը այդպես է որոշել։ Արսենի ինչու է այդպես որոշել, որովհետև ճիշտ հարց է բարձրացնում, որովհետև եթե մի քիչ շատ խորանանք, full գովազդային մի ժամ է ստացվում ռեստորանի համար, որտեղ գալիս է մարդը պատմում է իր բիզնեսի մասին։ Հա, ու առաջին հարցը դե պետք է, որ ինչքան պետք է վճարենք, ոնց պետք է, ասեմ ժողովուրդ անվճար է։ Ինչու՞։ Որպեսզի լավ, անկեղծ կոնտենտ կարողանանք ստանանք, որովհետև Բայց դա կարելի է վճարովի էլ անել, Արսեն ջան։ Վճարելու դեպքում մարդը սկսում է իր պայմանները թերադրել, իր կարծիքը ասել, նես չի որ ստեղ մենք մի կոնտենտ ենք սարքում, որ ավելի վատ կողմից ենք ցույց տալիս։ Sense տենես դուք փորձում եք լավ կողմից ցույց տալ, բայց դա ոնց որ ավտոմատ է ստացվում, որ մեկը մի բանի դիմաց վճարում է, որ բանը չլինի, գոնե մի 3 հատ բան նավսյակի կասի արեք, էսի փոխեք կամ նորմալ է երևի։ Օրինակ իրենք կարող են վճարել այնքանով, որ կարող են դառնալ ձեր պոտենցիալ հաճախորդները։ Այո, մենք մեր հաճախորդները, այսինքն մեզ ճանաչելու որպես տեխնոլոգիական լուծում տվող երկարատև ճանապարհով մենք դրան ենք տեսնում, այսինքն ինչքան մեզ ճանաչեն, ինչքան մենյուը իրանց օգուտ տա, իրանց բիզնեսը աճի, բնականաբար մեր մյուս տված լուծումները կբերի վստահություն, այսինքն այն ֆակտորը, որ դուք հայկական եք, հələ փոքր եք, կարող է լավ չլինի, վտանգավոր է, այստեղ պատեր կա, որ կարանք ջարդենք ու դրանով Ոսկուներս ինչ փոքր, ասում ես 2000-ից ավել հաճախորդ ունեք ամբողջ Ամերիկայի։ Դե եթե համատես միած ասենք այստեղ կամփանիներ կան, հա, ստեղծված, որ ավելի շատ 100,000 ունեն, 50,000 ունեն, իրանք արժեն, չգիտեմ, մի քանի 100 միլիոն որպես կամփանի, մենք փոքր ենք, մենք մեզ փոքր ենք դեռ համարում, բայց աճելու մեջ շատ տեղ ունենք, որովհետև մենք լուծում ենք ուզում բերենք իրականում, ոչ թե պրոստը։ Ու աճելու ճանապարհին եք կարելի ասել շատ։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ես նաև մի հարցի հետ կապված եմ ուզում խոսել, երբ որ նոր էինք սկսել, կարծեմ դուք էիք փնտրում ռեստորանների, դուք էիք գտնում, մերժումներ էիք ստանում եւ այլն եւ այլն։ Հետո երբ եկա ես, չէ, հետո երբ արդեն սկսեց աճել, սկսեցինք երևալ, այդ աժոտաժը այս ամեն ինչի շուրջ սկսվեց, հիմա արդեն բազմաթիվ ռեստորաններ դիմում են մեզ ու խնդրում են որպեսզի լինեն մեր հյուրը։ Ես իհարկե մերժում եմ առայժմ, որովհետև գոյություն ունի ժամանակ, հերթ եւ պիտի խոսենք նաեւ հաջորդիվ մեր պլանների մասին, բայց կա նման բան։ Սկզբից
Դու ես փնտրում, հետո երբ որ արդեն Հետո երբ որ մերին գալիս է Մակարյան որպես հաղորդավար, Արմանի հետ Մարգարյան, հետո իրենք են գալիս։ Այդ հաջողության պտուղները այնքան եմ սիրում քաղել, չեք պատկերացնում։ Արսեն դուք։ Այո, սկզբից դժվար էր, որովհետև անգամ էս էլ այդ նույն պահն է, երբ որ կապնվում ես ռեստորաններին, ասում ես ուզում ենք podcast անենք, բոլորի մոտ համատարած ինչ կասես քանի հատ follower ունես, քանի հատ view ունես, ասում ես էլ ոչ մի բան չունեմ, նոր եմ սկսում էլի։ Իդեպ ներողություն եմ խնդրում, բայց շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն հյուրերին, ովքեր դեռ չտեսնելով այս հաղորդման, այս podcast-ի հաջողությունները եկան, մասնակցեցին, դուք իսկապես շատ լավ տեղում եք ու շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Հետո ըստ ժամանակի անցնելուն իհարկե մեծ թիմ աշխատում, սկսած վիդեոների, էդիթինգի, փոստերի հետ կապված, շնորհակալություն թմին ու ասեմ, որ թմի մի մասը ամերիկացի են, այսինքն հայ չեն, ու իրանք միշտ ասում են ուզում ենք հասկանանք կոնտենտը իր ամբողջությամբ, հավերցնում, թարգմանում են կոնտենտը, տեղից են միտքան ու վերնագիրը տալիս, բայց ասում են վատ ենք զգում, որ հայերենով չենք հասկանում։ Սովորեք։ Թող սովորեն, այսքան ժամանակ։ Ասեմ, հայկի սովորել եմ, մերին սովորացնում։ Ահարոն հետո։ Էրոն ունենք այստեղ, հա, մերին Ահարոն անունը դրել։ Եվ Հայաստանում էլ թիմ կա։ Հայաստանում էդիթինգն է, որ աշխատում են կոնտենտ էդիտ անել, որտեղ պետք է արդեն ամերիկացին չի կարել հայերենով ամբողջությամբ էդիտ անի։ Բայց հիմա լավ է նա, որ արդեն մարդիկ զգում են, որ թեկուս ամեն ռեստորանը տեսանելիությունը մի քանի 100,000 անցնում է, պլյուս դրան հույսով մի քանիսի ռեստորանի հետ խոսացել ենք, որ անգամ հաղորդումից հետո ինչ որ աճ կա, շարժ կա, մարդիկ են գնում այդ ռեստորանը կամ զանգեր, այսինքն կոնկրետ մենք այդ ազդեցությունը տեսնում ենք։ Հաստատ, մի քանի ռեստորան կարամ ասեմ։ Իսկ podcast-ի հետագա ծրագրերից չխոսեցինք, ինչ է սպասվում։ Մենք էլ իմանանք էլի։ Հա, մենք էլ իմանանք մինչև երբ ենք աշխատելու, եւ չէ, իսկապես ռեստորանները, ովքեր որ ուզում են մեզ հյուր գան, իմանան ոնց են անում, ինչ են անում։ Առաջինը season-ը մենք ոնց որ որոշել էինք 24 հատ լիներ, դաժե հենց ի սկզբանե որ սկսեցինք, կապ չուներ ինչքան ինքը հաջողված կլինի թե չէ, միջև վերջ պետքա գնանք 24 հատ, արդեն լրացել է մի քանի շաբաթ նկարանները արել ենք ու երկրորդը սկսելու համար չենք սպասում, որ արձագանքը դաժե այսքան մեծ կլինի, որ արդեն մենք չենք կապնվի ռեստորաներին համոզենք, որ կան իրանք հարցրեն ինչքան ունեն, follower ինչքան ունեն կամ չունենք, արդեն իրանք են ուզում գան, որովհետև տեսնում են, որ դա տեսանելիության մատ ուրիշ միջոց է։ Ասենք 5 հոգի հիմա հերթում սպասում է, որպեսզի կարողանա հյուր գալ մեզ։ Այդ ինձ մենակ գրել են, կապվել են։ Շատ լավ է, դա նշանակում է ուրեմն մենյուային podcast իրանից ինչ որ մի օգուտ տալիս է, որ նկատել են։ Կարճ ասած, երկրորդ season-ը մտածում ենք մի քիչ ֆորմատի մեջ ուրիշ համ մտցնել, ուրիշ գույներ մտցնել, մի քիչ փոփոխել, հետաքրքրություն։ Ինչ օրինակ, ինչ համ։ Դե որ ասենք էլ արդեն հա, ուզում եք լինի։ Մեզ կասեք, հուսով ենք։ Անպայման իրար հետ ենք անելու, դեռ քննարկման մեջ ենք, թմով քննարկում ենք, ոնց կարելի անել։ Արսեն ջան, շնորհակալություն, որ ժամանակ գտար եկար քո ու մեր տաղավար, շնորհակալություն, որ իրականում նախաձեռնել ես այս podcast-ը, որովհետև ինչպես ընթացքում խոսեցինք, ինձ համար շատ կարևոր էր, որովհետև նոր եկել Ամերիկա ու հա նմանատիպ հետաքրքիր podcast-ի հնարավորություն ունեցա մասնակցելու, ծանոթանալու մարդկանց հետ, տեղի համայնքի ներկայացուցիչների հետ, ինչը երկին շատ կարևոր է, հուսամ մերի հետ ծանոթացա, հա։ Հուսամ կարողացանք orders.co եւ menuam.com-ի գործունեությունը եւ միտքը մաքսիմալ բացահայտենք ու դու էլ կարողանաս իհարկե մենք էլ քո հետ համախմբել համայնքը, որովհետեւ շատ կարևոր է դա։ Ես էլ եմ շատ շնորհակալ եւ իմ անունից ուզում եմ մաղթել, որպեսզի այս ամեն ինչը ինչ որ հիմնել եք ունենա շատ երկար կյանք, որ ավելի ծաղկի, ավելի բարգավաճի, որ ձեր գործը ինչ որ ուզում եք անել համայնքում, բոլորը խոսեն դրա մասին, բոլորը լինեն ձեր հաճախորդները, մեր ընկերները դառնան, մենք ունենանք շատ հետաքրքիր ու լավ հյուրեր ու մարդիկ սկսեն ճանաչել միմյանց համայնքում, խոսել իրար մասին եւ որ ամենակարևորն է support
իրար օգնեն։ Թևութիկունք, սիրում եմ այդ բառը։ Թևութիկ։ Շատ եմ ասում։ Շնորհակալություն ձեզ, որ հավատացիք ու կարացաք այդ պրոյեկտը բերել այս արդյունքին։ Բնականաբար հələ շատ հետաքրքիր բաներ կարանք մենք տանք համայնքին։ Երկար ճանապարհ ունենք անցնելու menuem.com։ Լավ սլոգն է։ Շնորհակալ եմ ծաղիկների համար։ Անչափ գեղեցիկ են ու շատ լավ բուրում են։ Դե կհանդիպենք մեր երկրորդ եթերաշրջանում, մնացեք մեզ հետ, հետևեք menuem-ի Instagram-յան էջին, menuem.com-ի Instagram-յան էջին, Մերի Մակարյան, Արման Մարգարյան եւ Արսեն Ստեփանյան։ Կհանդիպենք։ Օրինակ ինձ ասում են, որ երբ որ գալիս են, ասում են, «Վայ, չենք պատկերացնում, որ այսքան փոքր է», որովհետեւ եթերով երևում է մեծ ինքը խորություն տված է, բան չգիտեմ։ Բայց էսա ժողովուրդ ջան, մենք էստեղ ենք նկարում, ունենք նաև խոհանոց, ու առասարակ ինքը մեծ շենք, եկեք ցույց տամ ձեզ։ Սա մեր խոհանոցն է, համատեղության կարգով նաև շոուրումն է, այստեղ կարող եք գալ եւ ծանոթանալ այն ամենին, ինչի մասին խոսում էինք։ Արսեն ջան, ինչ է այս ամենը, բացատրես թե ինչ է խոսում։ Այնա ինչի մասին խոսում էինք։ Սա այն է, որ ամեն ռեստորան պետք է ունենա իր POS-ը։ Այսինքն, սպասի, երբ որ հաճախորդը գալիս է, պատվիրում է, այստեղ մենյուն է սովորաբար լինում, պատվիրում է մի հատ հավի շաուրմա։ Այո։ Այստեղից աշխատակիցը մտնում է մենյուի մեջ եւ խմում է պատվերը։ Չեկը դուրս է գալիս խոհանոցում եւ խոհանոցի աշխատողը հասկանում է, որ պետք է հավի շաուրմա պատրաստի։ Այո, ու շատ կարևոր է, քանի որ խոհանոցները լինում են մեծ, ու իրանք բաժանված են լինում բաժինների, օրինակ սալատների բաժինը առանձին, բարբեկյուի, հա, բաժինը առանձին, իրանք առանձին պրինտերներ ունեն, ու երբ որ պատվերը վերցնում ես, ամեն խոհանոցի անկյունին գնում է իրանց օրդերը։ Դա եւ նաեւ կիոսկները, որ սա օգնում է այն ռեստորաններին, որ լանչերի ժամանակ իրանք լինում են շատ զբաղված ու կանոնավոր երիտասարդությունը միշտ բարակա եւ պատվերը միանգամից։ Հա, կիոսկից պատկերում որ ժամանակ գնայի, այստեղ է վճարումը կատարի, պատվերը շուտ ստանա։ Okay, մի խոսքով կարող եք գալ այստեղ ու ավելի կոնկրետ, ավելի առարկայական ծանոթանալ այն բոլոր սարքավորումների եւ հնարավորությունների հետ, որոնք մենք ձեզ այսօր ներկայացրեցինք Արսենի զրույցի ընթացքում։ Հետո այստեղ սեղաններ կան, կարող եք նստել եւ ճաշել կամ ուտել։ Մի խոսքով ամեն ինչ դեռ առջևում է, չէ՞։ Այո։ Գնացինք։ Գնացինք։ Իգոր։